Հեռուստադիտողների խնդրանքով հատուկ անդրադարձ կասկածելի դերասան, ԱՄՆ-ում ծվարած եւ միևնույն ժամանակ Պուտինի համար խենթացող Զոհրաբ Բեկ Գասպարենցին, ով օղու-շշի հետ փաթաթված փորձում է խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին եւ վիրավորում է Հայաստանի Հանրապետությանը։ Ռուսին թշնամի ձեզ մի սարքեք։ Պետք չէ ռուսը թշնամի լինի։ Սողես թուլից եք խոսում, արա։ Կարեք սրանից չխոսակ։ Անընդհատ էս տուֆտից եք խոսում։ Հասկանոք, որ այդ ավտոմատ խոսելուց այդ տուֆտին ռեկլամ եք անում։ Տեսել եք Պուտինն ինչ անում։ 30 երկրի հետ կռիվ անում իր ազգի համար։ Ես կուզեի տենց մի հատ ղեկավար ունենայի։ Ես ռուսամետ եմ։ Այդ հիշեք։ Ուրեմն այս երևույթի հետ կապված մենք երբ այդ տեսանյութը ինձ ուղարկեցին, ես իմ շատ թանկ ժամանակից ուղղակի տրամադրեցի մի քանի րոպե լսեցի այդ անձնավորությունը, փորձեցի հետաքրքրվեմ, թե սա ինչի ազդեցության տակ է, միգուցե հոգեմետ այդպես դեղեր է օգտագործել, բայց ինձ նշեցին մեր հայրենակիցները, որ սա ալկաշ է, ալկագոլիկ, մեր ժողովրդի լեզվով ասած այդպես շիշն է մտել Միացյալ Նահանգներում եւ տեսեք Արտուր, սա ինչի արդյունք է։ Տարիներ շարունակ Սերժիկ Սարգսյանի հարսիկ Միքայել Միասյանը, երբ զավթել էր մեր հեռուստաընկերությունները, Armenia TV-ում գիտեք դիշովի սերիալներ էր նկարում, չէ՞։ Այն որ ժողովրդին դեբիլացնելու համար ու այդ process-ում ինչ եղավ, չէ՞, այնց սարապ թրևեկողների մի հատված, այդ 5,000 դրամով գրանցին ինչ-որ սկսեցին սերիալներում նկարահանվել, ինչ-որ կապիկություն անել, դարձան դերասաններ։ Այսինքն դերասանը դա Ֆրունզիկ Մկրտչյանն է, Ալ Պաչինոն է, Ռոբերտ Դե Նիրոն է, դու ինչ դերասան։ Դու ուղղակի շարքային ալկագոլիկ Արտուր։ Միշի շարը տվել են, երևի որ մարդը խմած է։ Աշկերին նայում ես օրորվելով բանով, բարձ է, չէ՞։ Արաղը միշի շարաղ են դեր է դեմը։ Եի Պարքև Սրբազանի բանն է։ Օրթախն է այնտեղ այդ գործով։ Այն էլ է, չէ՞, ալկագոլիկ։ Սա Պարքև Սրբազանի օրի մարդ է, Արտուր, ալկաշ։ Սան ինչին է անդառնանք այս ոչնչությանը, այս ոչ մի բանին։ Բայց մենք ուրիշ բան ենք անելու, Արտուր, մենք հավաքելու ենք սրանց այդ Միացյալ Նահանգներ ժողովրդած այս եթիմների հետ կապված այս տեսանյութերի ինֆորմացիան եւ փոխանցենք Միացյալ Նահանգների համապատասխան կառույցներին։